Հիմա ես մեկ անգամ եմ հարցնում լրագրողներին, ի վերջո մարդ եք արած, բոլորդ Սերժիկի Ղախպեքն եք, Քոչարյանի մյուսների։ Մեկը չեք կարող պաշտոնապես հարցնել պատասխանատու անձանց։ Մանավանդ որ այդ չասած, եթե երկրի ղեկավարի աթոռն ես գրավեք, դու պարտավոր ես այս հարցին պատասխան կամ արտգործ նախարարության այդ անասունը պաշտոնյա անձը պարտավոր է պատասխանել այս հարցերին։ Մեկ հատ հարցրեք։ ՀՀ քաղաքացին ես Չեռնագորիա Մոնտենեգրո կոչվածում, որտեղ ՀՀ դեսպանատուն չկա, ոչ էլ հարևան Ալբանիայում կամ էլ Սերբիայում չկա։ Եվ եթե լինելը չէի կարող դուրս գալ, որտեղ անձնագրի ժամկետը լրացել է։ Ինչ պետք է անի այս քաղաքացին։ Եթե ուսերը թափ տան, ուրեմն Ղախպա դու էլ ղեկավար չես։ Չէ, Ղախպա, եթե դու երկրի ղեկավարի աթոռն ես զբաղեցրել կամ պատասխանատու անձի պետական անձի աթոռն ես, ու պարտավոր ես պատասխանել այս հարցին։ Մեկը պաշտոնապես չէ կարող հարցնել։ Եթե դրանցից մեկը, որովհետև իմ այսքան զանգելուց, այսքան դիմելուց հետո ես դրանց, ինչքան եմ դիմել ես այդ Ղախպեքի, Մոլդովայի հետ աշխատող, երբ որ կար, հետո Փագես Փաշինյանը, Ռումինիայի, այլ որ երկրներ, բոլոր եվրոպական երկրների։ Դուք հասկանում եք, որ դա իրենց պարտականությունն է։ Իրանք իմ ձենը լսելով կախում են հեռախոսը։ Կամ տեղը բերելուց հետո, որ այդ ես եմ, կախում են հեռախոսը։ Չէ, եթե Ղախպա պատասխանատու անձ, դու չես պատասխանում Ղախպա, ուրեմն անօրեն սա եւս ապացույց, որ անօրեն զավթել ես իշխանությունը Ղախպա։ Եվ եթե չկա ոչ մի լրագրող, որ այս հարցը կդիմի պաշտոնյա անձին, սա եւս պատճառ, որ լուծարկեց Քակասյանի Հանրապետություն։